Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Իվերջը ամփոփելով այսօրվա օր այսօրվա հանրային ֆորումը մի փոքր ներկայացրեք հակիրճ ձևով, ինչ փաստաթղթի մասն էր խոսքը եւ ինչ ստորագրահավաք եւ ընդհանուր ինչ քննարկվեց այսօր հանրային ֆորումի ընթացքում։ Փաստաթուղթը կներկայացվի հանրությանը, երբ որ ստորագրությունների այդ հավաքը ավարտվի, մտահղացումը հետևյալն էր, որ իշխանությունը գործում է բացահայտ ապօրինություններ, օգտագույն խախտումներ, արշավանք կարելի ասել մարդու իրավունքների դեմ, սահմանական նորմերի դեմ, մեր քաղաքացիական ազատությունների դեմ, թիրախում է հայտնվել հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, բայց այստեղ խնդիրը մենք չենք ուզում նեղ դիտարկենք, սա մի կրոնական թեկուզ եւ մեր ազգային, բայց կրոնական կազմակերպության հարց չէ միայն, սա միայն վեհապարի կամ հոգեվորականների իրավունքների խախտման կամ ամբողջ կազմակերպության ինքնակառավարման սկզբունքի խախտման հարց չէ միայն, սա իրականում ակնհայտ արհամարանք է օրենքի սահմանադրության առաջ, որը մենք իրավունք չունենք թույլ տալու, որովհետև սա գրոհ է մեր քաղաքացիական ազատությունների վրա։ Վարչապետը անում է բաներ, որի իրավունքը ինքը ոչ թե չունի, այլ դա բաներ, որոնք ուղիղ արգելված են սահմանադրության կողմից, օրենքների կողմից եւ ընկնում են, ասենք, մի շարք հոդվածների տակ, քրեական օրենսգրքով նախատեսված մասնավորապես 441 հոդվածը լիազորությունների չարաշահում։ Քայլեր, որը ինքը անելու իրավունք չունի, ավելին ինքը անցնում է ոչ թե օրենքի պաշտպանության դիրքերի, այլ անցնում է օրենքի խախտողի եւ օրենքի խախտողների պաշտպանության դիրքերի։ Սա բանա շատ վտանգավոր գործընթաց է եւ մենք սա թույլ տալ չենք կարող եւ անհրաժեշտ է լայն հասարակական կոնսոլիդացիա։ Ես ասացի, իհարկե պետք է նաեւ քաղաքական կոնսոլիդացիա, բայց այսօրվա հավաքը քաղաքական կոնսոլիդացիայի մասին չէր, սա ավելի շատ հասարակության հանրային կոնսոլիդացիայի մասին էր եւ այդ մեսեջը շատ լավ ընդունվեց, բոլորը դուք էլ ձեր աչքերով տեսաք, որ ինչքան լուրջ աջակցություն հայտնեցին, ստորագրեցին եւ ես կարծում եմ, այս շատ լավ բան է, ընթացք է, որովհետև կարծեք թե իշխանություններին առայժմ ստացվել է ստեղծել մի իրավիճակ, երբ որ հանրությունը կորցրել է իշխանությունների ապօրինություններին պատասխանելու իմունիտետը։ Եվ այդ իմունիտետը պետք է վերականգնել։ Սա համարեք մի հատ առաջին քայլ այդ ուղղությամբ։ Սա շարունակական ընթացք ստանալու է այսպիսի քննարկումները։ Ճիշտ ասած մենք նախատեսում էինք որպես միանվագ ակցիա, բայց դուք տեսաք, որ հնչեցին նաև առաջարկներ են, որում ոչ թե քաղաքական ուժերի կողմից, այլ հենց հանրության ներկայացուցիչների կողմից, որ սա պետք է զարգացնել, ստեղծել հանրային ինչ-որ խորհուրդ, աշխատանքային խումբ, շարունակական բնույթ, այսինքն միգուցե գնալ ինստիտուցիոնալիզացիայի, սրանք հետաքրքիր առաջարկներ են, մենք քննարկենք եւ բոլորի հետ կոնտակտի մեջ մենք քննարկենք, տեսնենք իսկապես միգուցե արժի խորացնել այս նախաձեռնությունը։ Շնորհակալություն շատ։ Լավ, լավ։